երկրում չի եղել մարդ, ով մտածել եւ կարողացել է ստեղծել ռեալ աշխատատեղեր։ Մենք սկսում ենք դրանից, մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոց, 800 միլիոն կիլոմետր ասֆալտ, դա ամենահեշտ գործն է։ Երբ որ դու գնում ես մարդկանցից, հիմա դուք գիտեք, կարող է գնալ ձեր հարևանից փող վերցնել, ծախսել, ուրախանալ։ Բայց մի օր, որ հարևանը եկավ փողը հետ ուզեց, չեք ունենալու, պրոբլեմները սկսվում են, չէ, հարևաների մեջ։ Նույնն էլ մեր վիճակն է, մեր երկրի վիճակն է։ Ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ու ամենավտանգավորը ինչն է, որ դրան ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք տնտեսությունը ու բյուջեն կտրենք պարտքերից։ Դա շատ հեշտ բան չի լինելու, որ մենք եկանք 1-2 տարում, դա հնարավոր չի լինելու, որովհետև արդեն կառուցված է ամբողջ տնտեսությունը պարտքերի վրա։ Մենք աղքատ երկիր ենք, մենք պարտքերով ապրող երկիր ենք։ 8 տարում ես ասում եմ, գոնե մեկ հիմնարկ, բացի մեր կառուցած, մենք մի 8-10 հատ կառուցել ենք, բացի մեզնից, կարան ցույց տան մեկ հիմնարկ, որտեղ 200 մարդ աշխատում է։ Իրենք զարմանում են, երբ ասում ենք, որ այո, պետք է առաջ հերթին ստեղծվի աշխատատեղ, մեր երկիրը ուրիշ պրոբլեմ ունի, մեր երկիրը հայաթափման պրոբլեմ ունի։ Ասֆալտը 3 տարի են էլ գիտեք իրանց արած որակը, ամենաշատը 3 տարի, փողը կերան պրծան, փող ուտելուց էլ շատ լավ են սրանք։